Տուրիզմի ոլորտին, այսինքն տուրիզմի հնարավորություններին Գեղարքունիքի մարզում ինձ մոտ միշտ այնպիսի տպավորություն է եղել, որ մենք ամբողջ մեր հնարավորությունները չենք օգտագործում, որպեսզի մարզը բավարար չափով զարգանա եւ այդտեղ տուրիստական հնարավորությունները, ծառայությունները ավելի մեծ ուրեմն ծավալով իրականացվեն։ Խոսքս վերաբերում է ոչ միայն ենթակառուցվածքներին, որովհետև մենք բոլորս էլ լինում ենք Սևանում, հանգստյան գոտիներ ենք գնում, այնտեղ հարակից ճանապարհների, տարբեր ենթակառուցվածքների կառուցման խնդիր կա, կարծում եմ, շատ տեղերում եւ միշտ զարմանք է հարուցում, թե օրինակ, եթե կան բազմաթիվ այստեղ հանգստյան գոտիներ, ինչու օրինակ հարակից ճանապարհը բավարար ուրեմն չափով կառուցապատված չէ եւ այլն։ Խոսքը նաեւ օրինակ ծառայությունների որակի մասին է, վերապատրաստումների, ծառայություն մատուցող մասնագետների, աշխատուժի, որովհետեւ ես կարծում եմ ոչ միայն հենց Սևան քաղաքի, այլ նաեւ հարակից համայնքների բնակիչները կարող են բավականին մեծ ծավալով ներգրաված լինել այդ գործընթացներում։ Ուզում եմ իմանալ, կա արդյոք ծրագիր, որը քննարկվել կամ մշակվել է եւ պետք է իրականացվի էկոնոմիկայի նախարարության մեր գործընկերների հետ, որովհետեւ հասկանալի է, որ ոլորտը իրենք են համակարգում, բայց նկատի ունենալով մարզի առանձնահատկությունը, այս իմաստով հնարավորությունների, արդյոք այս ուղղությամբ աշխատանքներ տարվում են հենց տուրիզմի զարգացման ուղղված քայլեր ձեռնարկելու համար։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն Սևանի շրջակա տարածքում տուրիզմի զարգացման հետ կապված մենք շրջակա միջավայրի նախարարության հետ քննարկել ենք եւ հիմնականում այն հողակտորները, որոնք արջուրդով կամ մրցույթով տրամադրվում են վարձակալության եւ կառուցապատման իրավունք է տրվում, որպեսզի իրենք տուրիզմով զբաղվեն Սևանի շուրջը, դրանք մենք հիմնականում առաջնահերթություն տալիս ենք այն ծրագրերին, այսինքն առավելություն տալիս ենք այն ծրագրերին, որոնք կաշխատեն 12 ամիս, այսինքն ոչ թե կարճ սեզոնի տուրիզմ կապահովեն, կաշխատեն 2 կամ 3 ամիս, այլ կաշխատեն 12 ամիս, հիմա բավականին լավ ծրագրեր ունենք, այս պահին քննարկում ենք այդ ծրագրերը, այսինքն հողահատկացումը իրականացվել է, հիմա իրենք իրենց նախագծերն են ներկայացրել, շրջանառվում են այդ նախագծերը, որոնք կարող են ապահովել մեր այդ ցանկությունը 12 ամիս օգտագործել Սևանի պոտենցիալը, մնացած մասով իհարկե քննարկումներ ունենում ենք տարբեր առիթների ժամանակ, նաև կան հաստատված ծրագրեր տուրիզմի կոմիտեի կողմից, մենք ունենք Ֆրանսիայի Իզերի դեպարտամենտի հետ համագործակցության ծրագիր, որով տուրիզմի զարգացման ծրագրեր ենք իրականացնում, նաև վերապատրաստումներ ենք իրականացնում, Գեղարքունիքի մարզում տուրիզմով զբաղվողների, մասնագետների վերապատրաստում ենք իրականացնում, ունենք նաև քայլարշավը ցանկություն, նաև ծրագիր ենք հաստատել քայլարշավային տուրիզմի զարգացման հետ կապված, ունենք նախանշված արահետեր, որոնց առաջիկայում կահավորում կիրականացնենք եւ այդ արահետները եւս որպես քայլարշավային տուրիզմ կսկսեն գործել, ծրագրերը բազմաթիվ են, աշխատում են գործընկերների հետ, նաև էկոնոմիկայի նախարարության հետ, ինչ վերաբերում է մոտեցնող արահետների հետ կապված, այնտեղ մենք որպես այդպիսին անելիք չունենք, իհարկե նաև շրջակա միջավայրի նախարարությունը, այդտեղ մեր հաստատած պրոյեկտներում մենք պետքա սկզբից նախանշենք, որ մեր պարտավոր են իրենք ունենալ, ստեղծել այդ արահետները, որպեսզի մատչելիություն ապահովեն իրենց այցելուների համար, բայց չգիտեմ տեղյակ եք թե չէ, հիմա շրջանառվում է Ճեմուղու նախագիծը, կառուցվելու է 1.5 կիլոմետր Ճեմուղի, Սևանի թերակղզուց մինչև 1.4 կիլոմետր կամ 1.5 կիլոմետր հատվածի վրա Ճեմուղի է կառուցվելու, որը իր նախագծով ու նաև Հայաստանի համար աննախադեպ նախագիծ է, ինչը վստահ եմ օգնելու է եւ շատ տուրիստներ բերելու դեպի Սևան։